Սերբիայի նախագահը Թբիլիսիում է Ալեքսանդր Մուչիչը Վրաստան է ժամանել իր տիկնոջ և պետական պատվիրակության հետ։ Սերբիայի նախագահին Թբիլիսիի Շոթ հեռուստաավելիի անվան միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ Մարիամ Քվրիվիշվիլիի խոսքով այցը առանձնահատուկ կարևորություն և նշանակություն ունի երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման համար։ Նախագահական պալատում կկայանա պաշտոնական դիմավորման արարողությունը, որից հետո տեղի կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ անձնական հանդիպում։ Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության և գործընկերության խորացման հարցեր։ ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիր՝ ուրբաթ օրը կբացվի Հորմուզի նեղուցը, հայտարարում է Դոնալդ Թրամփը։ Փաստաթղթի ստորագրման արարողությունը կկայանա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ ԱՄՆ-ի նախագահի խոսքով սա հիանալի փոխըմբռնման հուշագիր է, որը խաղաղություն և անվտանգություն կբերի ամբողջ տարածաշրջանին։ Ինչպես նշել է Պակիստանի վարչապետը, միջնորդները կարևոր դեր են խաղացել գործընթացում։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Կատարին որպես գործընթացի հիմնական աջակից։ Շարիփը նաև ընդգծել է Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի նշանակալի ներդրումը փոխըմբռնման հուշագրին հասնելու գործում։ Հայտարարությունը արվել է նաև Իսրայելում։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքով Իսրայելի պաշտպանության ուժերը անորոշ ժամանակով կմնան Լիբանանում։ Փոխըմբռնման հուշագիրը հաստատում է նաև Իրանի փոխարտգործնախարարը։ Պետական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա նշել է, որ կողմերը համաձայնել են դադարեցնել ռազմական գործողությունները, այդ թվում Լիբանանում։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված ծովային շրջափակումը կվերացվի։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան պատրաստ են քննարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը, եթե Թեհրանը համապատասխան քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են արել և նշել, որ պատժամիջոցների վերացումը կարող է լինել Իրանի կողմից միջուկային ոլորտում ստանձնած պարտավորությունների պատասխանը ԱՄՆ-ի Իսրայել համաձայնագրի կնքումից հետո։ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի։ Մենք պատրաստ ենք համագործակցել ԱՄՆ-ի, Իրանի և ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ այս նպատակին հասնելու համար, ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ-ի և Իրանի ձեռք բերած փոխըմբռնման հուշագիրը ողջունում են Եվրոպայում։ Մեծ Բրիտանիայի վարչապետը շնորհավորել է Դոնալդ Թրամփին և Պակիստանի, Կատարի և այլ երկրների միջնորդներին, որոնք նրա խոսքով կարևոր դեր են խաղացել այս գործընթացում։ Նրա խոսքով հիմա գլխավորը Հորմուզի նեղուցի բացումն է ու բաց պահելն է, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի մանրամասների ավարտը։ Մեկնաբանություն է արել նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը, հույս ունենալով, որ համաձայնագիրը երկարատև կլինի։ ԱՄՆ և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրելուց հետո համաշխարհային շուկայում նավթի գինը կտրուկ անկում ապրեց։ Այսօր Brent տեսակի հում նավթի 1 բարելի արժեքը $83 է։ Սա 4,3%-ով պակաս է անցած օրվա գնից։ Հում նավթի գինը նվազել է նաև Ամերիկայում 1 բարելի գինը կազմում է $81, ինչը գրեթե 5%-ով պակաս է անցած օրվա գնից։ Եվրամիությունը այսօր կբացի առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի համար։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատարը։ Արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Մարթա Կոսման նշել է, որ հուլիսին երկրների համար կբացվեն ևս 5 կլաստեր։ Նրա խոսքով, եթե Ուկրաինան և Մոլդովան կատարեն իրենց պարտավորությունները, Եվրամիությունը նույնպես պետք է կատարի դրանք։ Ահա թե ինչու են ակնկալում, որ հուլիսին մենք կբացենք մնացած բոլոր 5 կլաստերները։
Ռուսաստանի կողմից Կիևի վրա զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 28 մարդ։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով Աստվածաշնչի վերափոխման տաճարի վրա հարձակումը Ռուսաստանի կողմից քրիստոնեական մշակույթի դեմ կատարած ամենալուրջ հանցագործություններից մեկն է։ Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, միայն անցած գիշեր Ռուսաստանը մայրաքաղաքի ուղղությամբ հարձակել է ավելի քան 60 հրթիռ և ընդհանուր առմամբ Ուկրաինայի դեմ օգտագործել է 70 հրթիռ և 611 անօդաչու թռչող սարք։ Վոլոդիմիր Զելենսկին G7 ղեկավարներից ակնկալում է ռուսական հարձակմանը վճռական և էական պատասխան։ Ուկրաինայի նախագահի խոսքով անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել ագրեսորի նկատմամբ։ Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ, քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններ և դրանց հետագա զարգացման հեռանկարները։ Զրույցի ընթացքում նախարարը ընդգծել է առևտրաշրջանառության աճող դինամիկան և նշել, որ Չինաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է։ Ուշադրություն է հրավիրել միջին-միջանցքի կարևորությանը։ Շեշտը դրվել է Չինաստանի և Վրաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի վրա։ Ինչպես նշվել է, համաձայնագրի ստորագրումը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացման գործընթացին։ Զրույցի ընթացքում ուշադրությունը կենտրոնացվել է քաղաքացիական ավիացիայի և զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման հարցի վրա։ Առաջին դասարանցիների ընդհանուր գրանցումը սկսվել է այսօր առավոտյան ժամը 9-ից։ Գործընթացը կտևի մինչև հուլիսի 3-ը։ Գրանցումը կիրականացվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում։ Այս գործընթացը կապահովի երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։ Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը կստացվեն հուլիսի 6-ից մինչև հուլիսի 17-ը։ Սահմանված ժամկետերում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումը ավտոմատ կերպով կչեղարկվի։ Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասանելի է Կրթության նախարարության պաշտոնական կայքէջում։